Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ժամկետային զինծառայությունից փողով ազատվելու նախագիծը թեժ քննարկվել է նաև 3 քաղաքացիական պայմանագրի վարչության նիստի ժամանակ։ Թերթի տեղեկություններով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նախագծում առկա խնդիրները, բացատրել, որ կողմ եւ դեմ տեսակետները խաչվում են իրար, բայց ռիսկային է նախագիծը։ Փաշինյանը պահանջել է կոնկրետ քննարկումներ ունենալ, հստակեցնել, որ նախընտրական այս փուլում նախագիծն իրենց ռեյտինգի վրա վատ ազդեցություն չունենա։ Թերթի տեղեկություններով մայիսի 29-ին նախարար Պապիկյանն Ազգային ժողով է գալու քաղաքացիական պայմանագրի խմբակցության փակ նիստի մասնակցելու, որտեղ պետք է Հայկ Սարգսյանի մասնակցությամբ կայանա քննարկումը։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցում կոռուպցիոն աղմուկը չի դադարում։ Թերթի տեղեկություններով հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված քրեական գործի շրջանակում արդեն 5 անձ է ձերբակալվել։ Նրանց թվում է նաև հայտնի Հավանա եւ Park Bridge ռեստորանների սեփականատերը 25 միլիոն դրամ կաշառք տալու կասկածանքով։ Քաղաքացիական պայմանագրի վարչության անդամ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի շուրջ նման աղմուկները կրկնվում են պարբերաբար փոփոխվող դերակատարներով։ Մի օր քաղաքապետարանի շենքից են ձերբակալում աշխատակիցների, մի օր վարչական շրջանների շենքերից ու գրեթե բոլոր դեպքերը կաշառքի գործեր են։ Տպավորություն է, թե կոռուպցիան քայլում է Ավինյանի ստվերով, համակարգից համակարգ, աշխատակցից աշխատակից։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը կարծես շտապել է բարձրաձայնել հերոսության մասին, հայտարարելով, թե իբր ինքն է բացահայտել Քննչական կոմիտեի շենքի չհրկիզվող պահարանից կատարված աղմկահարույց գողության դեպքը։ Սակայն թերթի տեղեկություններով իրավապահ համայնքում այս հայտարարությունը մեղմ ասած վրդովմունք է առաջացրել։ Ուժային կառույցի աշխատակիցները վրդովվել են, թե ինչու է կոմիտեի նախագահը, ներքին գործերի նախարարության, հակակոռուպցիոն կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության աշխատանքը վերագրում միայն Քննչական կոմիտեին, երբ իրականում դեպքի բացահայտման գործում առանցքային դեր են ունեցել ազգային անվտանգության ծառայությունը, հակակոռուպցիոն կոմիտեն եւ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը, որոնք շուրջօրյա ռեժիմով աշխատել են, անցել տեսախցիկների հետքերով, իրականացրել օպերատիվ գործողություններ եւ հասել հանցագործին։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է դեռ մի քանի ամիս կա քաղաքացիական պայմանագրի վարչության ընտրություններին, սակայն իշխող խմբակում գրեթե վստահ են, ովքեր են անցնելու կանանց քվոտայով, դառնալով իշխող ուժի ղեկավար մարմնի անդամներ։ Վարչությունում ամեն երրորդը պետք է կին լինի, եւ եթե վարչության կազմը չընդլայնվի, ապա ստացվում է, որ 15 հոգանոց կազմում 5-ը կին կլինի։ Ըստ ԿՊԱ-ականների կանխատեսումների ներկայիս միակ կին ներկայացուցիչ Փաշինյանի երբեմնի ամենահավատարիմներից մեկը Արփի Դավոյանը չի ընդգրկվի նոր վարչության կազմում, քանի որ ինչ-ինչ հարցերում ընդդիմացել է առաջնորդին եւ անգամ քննադատել ոմանց կոռուպցիոն քայլերը։ Նրան չընդգրկելը կհիմնավորեն, թե Դավոյանին ուղարկում են երեխա ունենալու։ Նա այժմ հղի է։ Իսկ կանանց քվոտայով այդ 5 տեղերը բաժին կհասնեն Արուսյակ Մանավազյանին, որը Նիկոլ Փաշինյանի թերթի հաշվապահն է եղել, իսկ այժմ ամենավստահելիներից է եւ տեղեկացված է իշխանական բոլոր սֆերային գործարքներից։ Կլինի Անահիտ Ավանեսյանը, որի նկատմամբ ասում են Փաշինյանը առանձնահատուկ վերաբերմունք ունի։ Կընտրվեն Ծովինար Վարդանյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ, իսկ մնացած 2 տեղերի համար պայքար կգնա Արուսյակ Ջուլհակյանի, Հասմիկ Հակոբյանի, Հերիկ Նաստիգրանյանի, ինչպես նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի միջև։ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել Մակունցին, օգոստոսին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Հնարավոր է Միացյալ Նահանգներում դեսպանի պաշտոնում նրան փոխարինի սոցիալ-նախարար Նարեկ Մկրտչյանը։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երևանի Դավթաշեն առողջության կենտրոնի տնօրեն Ջենի Հովսեփյանը։ Ջենի Հովսեփյանի ազատման պատճառը ըստ հրամանի նրա հետ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտն է։ Ջենի Հովսեփյանը Հովիկ Հովսեփյանի քույրն է, որը երկար տարիներ զբաղեցրել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության պետի պաշտոնը։ Գրում է թերթը։